Ես լրագրող եմ, իմ անունը Շաքե Ավոյան է, ես այցելում եմ գրասենյակներ և պատրաստում եմ հաղորդում։ Հրապարակ օրաթերթի լրագրողը Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակում է։ Նախ թույլտվություն անվտանգությունից, ապա խոսնակի հետ փոքր զրույց արդեն վերևում։ Բարև ձեզ։ Ու գլխավոր հարցերի հետևից դեպի հսկա շենքի գլխավոր սենյակ։ Շատ մեծ տապան է։ Այո, որտեղ դռները բաց են բոլորի համար։ Բարև ձեզ։ Գագիկ Ծառուկյանի հետ զրույցը ոչ ստանդարտ ֆորմատով է։ Լրագրող Շաքե Ավոյանն այստեղ է մարդկանց հուզող հարցերով։ Կներեք, որ ձեզ խանգարեցի, տեսնում եմ, որ ձեզ մոտ շատ հաճելի է, շատ ցանկալի։ Ուզեի ձեր կարծիքը հարցնել։ Ինչպիսին է ընդդիմադիր դաշտը այս պահին, ակտիվ այսպես բանակցային քննարկման փուլ կա ձեզ մոտ արդյոք եւ ինչպես եք դուք դա գնահատում ընտրություններից մոտ 100 օր ընդամենը առաջ։ Մենք ոչ մեկ այդ բանակցելու բան չունենք։ Շատ ցավալի է, որ այսօր մեր երկրում մեր երիտասարդությունը, մեր ժողովուրդը շատ կոտրված, հիասթափված, պարտված կարգավիճակում, որը դասազական չի մեր հայ ժողովրդին, մեզ։ Ցանկացած իրավիճակում լուծում կա։ Եթե մարդը կարողանա ճիշտ կազմակերպի եւ ճիշտ ծրագիր իրականացնի, անպայման այս վիճակից դուրս գալը մեկ անգամ մեկ է, չլուծող խնդիր չկա։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը կյանքի կոչելու հանձնառությամբ խորհրդարանի ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած Գագիկ Ծառուկյանն ասում է, որ բաց են բոլոր խելամիտ առաջարկների համար։ Քաղաքացին պետք է իր հայրենիքում բարեկեցիկ ապրելու հնարավորություն ունենա։ Ես սովորական բանվորի ընտանիքից եմ եւ ոչ թե պատահական ինչ որ միլիոնատեր եմ դարել կամ միլիարդատեր եմ դարել, այլ աշխատանքով, հասկանալով, գիտակցելով 100 ռուբլին, 1000 ռուբլին, 2000-500 անել, կառուցել, իր քարը քարի վրա դնել, ընդլայնել, մեծացնել։ Ինչ որ իրական կյանքում ես նայում եմ, ինչ որ ասել եմ, չկա մի բան ասած դինեմ չանեմ։ Մեր նպատակն է, որ մենք կարողանանք առաջարկ Հայաստան ծրագրին այդ հիմնական մարտիկ գալիս են, ցանկանում են, այն մարդիկ ոչ թե պաշտոն են ուզում, կարևորը որ ասում են, կարևորը ոչ թե պաշտոնն է, այլ պետությունն է, երկիրն է։ Կարևորը ոչ թե դաշինքն ու մանդատն է, այլ արդյունքն է։ Որ մենք պետք է այս պարագայում կարողանանք միասնական այդ խնդիրը լուծենք այն մարդկանց հետ, ովքեր գիտակից են, ովքեր փորձ ունեն, ովքեր արդյունք են ցույց տվել։ Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե ընտրություններից առաջ կառավարությունը որոշեց թոշակ բարձրացնել, համարելով սա ոչ նախընտրական քայլ, Գագիկ Ծառուկյանը խորհուրդ է տալիս հիշել, թե իշխանությունը ինչ խոստումներ է տվել 8 տարում եւ քանի տոկոսն է կատարել։ Մարդիկ ուզում են խաբված չլինեն, դաժե գնահատված լինեն եւ կարողանան ճիշտ ուզում ասել։ Ինչն է ասում գեղեցիկ է։ Մարդիկ ուզում են խաբված չլինել, բայց ինչ է անում իշխանությունը։ 10,000 դրամով բարձրացնում է կենսաթոշակ։ Այսօր ցանկացած մարդ, ով է լինի իշխանությանը, ցանկանում անել, օգնել իր ժողովրդին։ Իսկ ցանկացած մարդ պետք է ուրախանա, եթե պետությունը իր ժողովրդի համար լավ բան է անում։ Շատ լավ է, բայց լավ է, հիմա մի ամիս, երկու ամիս շուտ հետո կարող ես կարող եմ մի բան ձեզ ասել, որ հիմնականում պետք է նայեն քաղաքական ուժը, ինչ խոստումներ է եկել իշխանության, ինչ խոստումներ է տվել ժողովրդին, ինչեր է խոստացել, որ պետք է կատարի, անցել է 8 տարի, խոստումներից որն է կատարվել, թող ասեն, այսօր նորից ասելով, կամ հիմա գնում են նորից ընտրության, ես ասեմ, օրեկա ես 100, 200, 500 մարդ հետ շփվում եմ, աշխատողի, ծառայողի, չգիտեմ, գյուղատնտեսի, բանվորի, պահակետ, բոլորի հետ։ Մարդիկ այսօր բոլորն էլ գիտակցում են, հասկանում են, կեսը վախում են խոսեն, կես իրական հանկետ խոսում են։ Շաքե Ավոյանը հետաքրքրվում է, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի վարկանիշը չի կարող պատճառ դառնալ, որ նրա նկատմամբ ճնշումներ կիրառվեն։ Կան հարցումներ, որտեղ բարի դրական համբավը Գագիկ Ծառուկյանի եւ իր խոստումները կատարած լինելու այդ գալիս է մինչեւ 60%-ի բարի համբավի մասին կարող ենք մենք տեսնել տեղեկատվություն։ Միևնույն ժամանակ դա բարկացնում է իշխանություններին։ Նրանց հրապարակած արդեն քվեարկության հետ կապված հարցումներում նույնիսկ ձեր անունը չեն նշել։ Այսինքն ձեր նկատմամբ բռնաճնշումներ կսկսվեն, հնարավոր է։ Հետապնդում ենք տեսել, կալանավորում ենք տեսել։ Մինչև այսօր էլ ստուգում են այն կառույցները, որը տվել եմ կառավարման։ Այսինքն կան ճնշումներ։ Դատական պրոցեսներ, դրանք իմ համար միևնույն են։ Դուք ստուգեն, ով մեղավորները պատասխան տան, ոչ էլ ես վախում, որտեղ ես գիտեմ, ոչ մի վատ բան չեմ արել, բացի լավից, բարիից, կառուցելով, իմ երկրի պատիվը բարձր պայելով, ժողովրդին օգնելուց, փառք Տիրոջը, որ ինձ հնարավորություն ա տվել բանվորի ընտանիքից կայանալու, ունենալու, ուրեմն ես էլ պետք է ճիշտ օգտագործեմ։ Գնալու եք տներ, մարզեր, ամենտեղ։
գաղտնիքները չեն բացում, ամեն ինչ էլ անելու են, ես նորից եմ ասում, այսօր հիմնական հարցումներով ամեն ինչով մենք էլ ենք, ամեն նստած չենք, մենք էլ գիտենք։ Այսօր չենք ասում ինչի, մենք ամեն ինչն էլ գիտենք, ամեն ինչն էլ ավելանալու է, տեսնելու ենք, մենք օրեկան մեր կողմը համախոհում են մարդիկ եւ դրսից եւ ներսից բանիմաց խելացի ատեցիկ հեղինակավոր մարդիկ, որոնք ձեռագիր ունեն այս երկրում մարտի վերջ հարցում անեն, ապրիլին անեն, մայիսին անեն։ Դա մեզ պետք չի, կարևորը մենք գիտենք մեր աշխատանքի արդյունքը, ժողովրդի վստահությունը, մենք որևէ մեկին ոչ վիրավորում ենք, ոչ ցեխ ենք շպրտում, բոլորն էլ իրավունք ունեն մասնակցելու, բոլորն էլ իրավունք ունեն իրենց ծրագիրը ներկայացնելու։ Իմ ծրագիրը ոչ թե այսօր պաշտոնն է, վարչապետն է, այլ իմ ծրագիրը, որ ես ուզում եմ մեր երկիրը, մեր ժողովրդին այս վիճակից հանել։ Թույլ մարդուն, պարտված մարդուն ես ոչ մեկը չի հարգում, ուժեղ մարդեն հաշվի նստում։ Երբ որ մենք կարողանանք այդ խեղճությունից դուրս գանք, աշխարհը մեզ կհարգի ողջունի, մեր կողքը կկանգնի, մենք ուժեղ դաշնակիցներ։ Բայց դուք խաղաղության կողմնակից եք, չէ՞։ Բայց այսօր բոլորս էլ խաղաղության կողմնակից ենք։ Իսկ խաղաղությունը, Դե ասում են մենք չընտրվենք խաղաղություն չի լինի։ Դրա համար բոլորին է խաղաղությունը ոչ թե այսօրվա խոսքի խաղաղություն պետք է լինի, պետք է երաշխավորված խաղաղություն լինի, որ վստահ լինենք, ժողովուրդն էլ վստահ լինի։ Այսօր խաղաղություն չկա, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ինչ ասում են պետք է կատարենք, ինչ թելադրում են պետք է կատարենք, 300,000 պետք է ադրբեջանցի գա Հայաստանում բնակվի, իսկ մեր փախստական ժողովուրդը տները թողած, նրանք իրավունք չունեն։ Սա է խաղաղությունը։ Եթե մեկը կասի այո, ասեմ հալալա քեզ։ Խաղաղությունը երաշխավորված պետք է լինի, որ դու վստահ լինես։ Շատ շնորհակալ եմ։ Ձեր տոնը շնորհավոր լինի։ Եվ վերջում լրագրողի օբյեկտիվը հասցնում է որսալ նաև կադրեր աշխատասենյակից։ Մենք ինչ ունենք, բոլորը կարող եք ցույց տալ, ներկայացնել։ Իսկ Գագիկ Ծառուկյանը շտապում է շնորհավորելու իր թիմակից կանանց միամսյակը։ Հուսով եմ մյուս անգամ եւս կկարողանամ այսպես հասնել։ Ժամանակով, խնդրեմ։ Հաջողություն ձեզ։ Լավ եք։ Իզաբելլա Հովանիսյան, Էպիկենտրոն։